Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայ Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Շաբաթվա սկզբին Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին տեսակապով միացած Ալիևի ելույթը դարձավ փորձագիտական շրջանակների քննարկման հիմնական թեման։ Եթե հիշում եք, ելույթի մի մասը Ալիևը նվիրեց Եվրախորհրդանի բանաձևերը քննադատելուն։ Այն բանաձևերի, որոնցով Եվրոպական խորհրդարանը վերահաստատել էր աջակցությունը Արցախի հայերի իրավունքներին, դատապարտել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանների անօրինական կալանավորումը, պահանջելով նրանց անապահ եւ անվերապահ ազատ արձակել։ Ի պատասխան Ալիևը հայտարարեց, իբր Ադրբեջանը վերականգնել է միջազգային իրավունքը, վերջ է դրել սեպարատիզմին, պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունն ու պատասխանատվության կանչել պատերազմական հանցագործներին։ Խաղաղության լոզունգով առաջնորդվող Հայաստանի իշխանությունները չպատասխանեցին Ալիևին։ Լուր էին նաև եվրոպացի առաջնորդները, եւ միայն Եվրախորհրդանի նախագահ Ալիևին հակադարձեց, որ ժողովրդավարական այս կառույցի ձայների մեծամասնությամբ հաստատվող բանաձևերը կարող են դուր չգալ ոմանց, սակայն իրենք երբեք չեն փոխի աշխատավոճը եւ կշարունակեն պաշտպանել որդեգրած դիրքորոշումները։ Վստահ եմ, եվրոպացիներն էլ են գիտակցում, որ մի քանի վագոն բեռ փոխադրելով կամ թուղթ ստորագրելով խաղաղություն չի հաստատվում, ու Եվրախորհրդանի ընդունած բանաձևը ըստ էության հենց այս մասին էր։ Սակայն միայն բանաձևերով խնդիրներ չեն լուծվում։ Սրանք ընդհանրապես քաղաքական ճնշման գործիք են։ Ու երբ Բաքվի զայրույթի ֆոնին եվրոպացի պաշտոնյաները շտապում են հայտարարել, թե Ադրբեջանը Եվրամիության համար արժեքավոր եւ վստահելի էներգետիկ գործընկեր է, երեսպաշտությունը ավելի ցայտուն է դառնում։ Ու ոչինչ, որ Ադրբեջանում թքած ունեն մարդու իրավունքների վրա, որ կեղծ ու շինծու դատավարություններով մարդիկ երկարատև ու ցմահ ազատազրկման են դատապարտվում, որ նրանց անգամ դատավճիռներ չեն տրամադրում։ Կարևորը էներգետիկ ոլորտում համագործակցությունն է։ Սուր թեմայի տաղավարում զրուցել ենք Ադրբեջանի հարցերի փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն։ Եվրոպական խորհրդարանը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում։ ԵԽ բանաձևերը գուցե անհարմարություն է ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր դիրքորոշումները, որոնք որդեգրել ենք։ Դեռ կան չլուծված հարցեր, մասնավորապես հումանիտար։ Պահվող անձինք ունենք, բայց ուղին շատ լավատեսական է։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին տեսակապով միացած Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր Ադրբեջանը վերականգնել է միջազգային իրավունքը, վերջ է դրել սեպարատիզմին, պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունն ու պատասխանատվության կանչել պատերազմական հանցագործներին։ Ում են ուղղված եւ ինչ ուղերձ են փոխանցում Ադրբեջանի նախագահի այս պնդումները։ Նախ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս գագաթնաժողով տեղեր ունենում Երևանում, հյուրընկալվում էր Երևանի կողմից, եւ այդ ողջ հակամարտության մեջ նաեւ Հայաստանը, հայ հանրությունը իր մասնակցությունն է ունեցել եւ այդ հայտարարություններով, այդ տեքստերով Ադրբեջանի ղեկավարը փաստացի ցույց է տալիս, որ ամբողջ խաղաղության մասին խոսույթը կեղծ է, որ ինքը պատրաստ է միանալ նման միջոցառման եւ ասել այնինչ ինքը մտածում է եւ ներկայացնել էթնիկ զտումը որպես հաղթանակ, էթնիկ զտումը որպես խաղաղություն, դրան նախորդող բլոկադան, ագրեսիվ պատերազմները որպես կարևոր քայլեր, որ իբր ինքը ՄԱԿ-ի բանաձևերը իրականացրել, մինչդեռ ՄԱԿ-ի բոլոր բանաձևերով այնտեղ արգելվում է ուշի սպառնալիքի կիրառումը։ Դա մի կողմից հասցեագրված էր փաստացի հայ հանրությանը, որ ես կարող եմ այնքան հեռուն ենք գնացել, որ կարող եմ նման հայտարարություններ անել, մյուս կողմից միջազգային հանրությանը եւ հատկապես եվրոպական համայնքին, որոնք հենց 2022 թվականի Պրահայում փաստացի ողջունում էին Հայաստանի Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության ճանաչումը, այդ թվում Արցախ-Ադրբեջանի մաս ճանաչելու հանգամանքը, եւ այս ամենով կներեք տերմինիս համար, բայց փաստացի նա թքում է ողջ եվրոպական արժեհամակարգի վրա, որտեղ ընդունված է խնդիրները լուծել բանակցություններով, խոսակցություններով եւ ընկալելի չէ էթնիկ զտմանը, կոնկրետ էթնիկ խմբի դեմ ատելության, քարոզչությանը միտված քայլերը ընդունելի չեն այդ համայնքի կողմից, իսկ ինքը ցույց է տալիս, որ ինքը կարող է միանալ այդ միջոցառումին եւ նման տեքստեր արտաբերել։ Եվրոպական առաջնորդների առջև հայտարարություններով արդյոք Ալիևը փորձում է վերջնականապես փակել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։
Ալիևը չի կարող այդ թեման փակել, քանի դեռ Հայաստանում եւ Հայաստանից դուրս կան տարբեր խմբեր եւ տարբեր մարդիկ, որոնք շարունակում են զբաղվել այդ հարցով։ Այդ հարցը Ալիևին հանգիստ չի թողնելու, անկախ նրանից, որ հայկական իշխանությունները փաստացի որևէ առարկայական քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ։ Ոստի այդ հարցը լինելու է, շարունակելու է ճնշել Ալիևին այնքան ժամանակ, մինչեւ ինքը հասկանա, որ մեր գերիներին պահելը շատ ավելի թանկ է իր վրա նստելու, քան նրանց ազատ արձակելը։ Ոստի ինչ նա հայտարարի, ինչպիսի տեքստեր էլ արտաբերի, ես ասում եմ, որ այդ հարցը մնալու է օրակարգում եւ այդ հարցը շարունակելու է տանջել Ալիևին։ 2021-ից մինչև 2026 թվականը Եվրոպական խորհրդարանը ընդունել է 14 բանաձև, վերջինը գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ, որոնք Ալիևի որակմամբ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Ինչ գործնական ազդեցություն ունեն Եվրախորհրդարանի այս բանաձևերը եւ ինչու է Ադրբեջանի նախագահն այդքան սուր արձագանքում դրանց։ Ալիևի համար շատ կարևոր է, որպեսզի էթնիկ զտման թեման առհասարակ դուրս գա միջազգային օրակարգից, որովհետև այնտեղ իրապես բոլոր փաստերի համաձայն տեղի ունեցել էթնիկ զտում։ Եվ երբ Փաշինյանը հրաժարվում է դրա մասին խոսել, երբ Հայաստանի ներկայիս իշխանությունները հրաժարվում են այդ տերմինաբանությունից, դրանով բնականաբար մեծ օգուտ են տալիս Ալիևին։ Միևնույն ժամանակ Ալիևը տեսնում է, որ այդ թեման ամբողջությամբ դուրս չի կարող բերել միջազգային օրակարգից եւ որոշում է իր դժգոհությունը արտահայտել եւ փորձել իր պատերազմական հանցանքների, էթնիկ զտման ցեղասպան գործողությունների մասին հիշատակումները ներկայացնել որպես խոչընդոտ խաղաղությանը։ Իսկ իրականում խաղաղությունը ցանկացած տրամաբանող եւ արժեհամակարգ ունեցող կողմի համար չի կարող կառուցվել էթնիկ զտումը նսեմացնելու, եկեղեցիներ քանդելու, մշակութային ժառանգություն ոչնչացնելու, գերիներ պահելու եւ Հայաստանի դեմ զավթողական հայեցակարգեր առաջ քաշելու տրամաբանության մեջ։ Ինչու եվրոպացի պաշտոնյաները չանդրադարձան Ալիևի մեղադրանքներին եւ միայն Եվրախորհրդարանի նախագահը հատուկ խոսքի իրավունք խնդրեց ու արձագանքեց նրան։ Ի վերջո, ո՞րն է գերակա Եվրոպայի համար՝ մարդու իրավունքների միջազգային նորմերն ու ժողովրդավարությունը, թե բացառապես տնտեսական շահը։ Ցանկացած կողմի համար գերակա է իր պետության շահը եւ իր տվյալ դաշինքի շահերը այս տարածաշրջանում եւ միևնույն ժամանակ պետք է ցավով արձանագրեմ, որ նույնիսկ հայկական կողմը երբ հետամուտ չի լինում Ալիևի նման հռետորաբանությունը զսպելու գործողություններին, քայլերին, ապա դա նշանակում է, որ եվրոպացիները կարող են հանգիստ ականջները փակել այդ հռետորաբանության առաջ, պետք է ասեմ, որ իր ուրախությունից գոնե արձագանքող եղավ եւ բռնապետ ղեկավարին հիշեցում եղավ, թե ինչպիսի համակարգեր են առնվազն գործում Եվրոպայում եւ ինչպես է ձևավորում Եվրոպայի խորհրդարանը։ Արդյոք խաղաղության հաստատման վերաբերյալ Ալիևի հայտարարություններն ու հայատյաց հռետորաբանությունը չեն հակասում միմյանց։ Ես կարծում եմ իրականում խաղաղության մասին ողջ խոսույթին հակասում է թե հռետորաբանությունը, թե գործողությունները, թե քայլերը։ Ես առիթներ ունեցել եմ նշելու եւ ցույց տալու, որ Արցախ-Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Ալիևը շրջանառության մեջ է դրել զավթողական հայեցակարգ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, դա չի սահմանափակվում զուտ կառուցչությամբ, դա տարածվել է իրենց դպրոցական դասագրքերում, կրթական հաստատություններում, կրթական ծրագրերի կարևոր մաս է կազմում, ամենօրյա ռեժիմով Ադրբեջանում հրապարակումներ են արվում այդ թեմայով։ Ես ինքս մոնիթորինգ եմ իրականացնում եւ տեսել եմ, որ վերջին 6 ամսվա մեջ Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը մոտ 200 հոդված է հրապարակել, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կոչում է Արևմտյան Ադրբեջան զավթողական անվամբ, որը հիշեցնեմ եւս մեկ անգամ որևէ փաստական հենք չունի, այսինքն դա զրոյից հնարված հստակ զավթողական ծրագիր է եւ իրենք կազմակերպում են միջոցառումներ, կազմակերպում են պատմության վերանայման դասընթացներ եւ քայլեր, դրանով իսկ ցույց տալով, որ երկարաժամկետ առումով իրենք չեն գնում հայ հանրության եւ հայկական Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության կառուցման ճանապարհը, որովհետեւ եթե նման ցանկություն լիներ Ադրբեջանի ներկայիս ղեկավարության մոտ, ապա այդ հակահայկական ելույթները եւ նման զավթողական ծրագրերը առաջ չէին մղվի։ Օրերս Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ դեռևս կան չլուծված հումանիտար հարցեր, նկատի ունենալով Բաքվում պատանդարված հայերին։ Ազգային ժողովի նախագահն էլ վերջերս Թուրքիայում հայտարարեց, որ վստահության ամրապնդման եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն։ Արդյոք պաշտոնական Երևանը բավարար ջանքեր է գործադրում գերիների վերադարձի համար։ Իմ կարծիքով ոչ, որովհետև ես շատ լավ հիշում եմ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումները եւ հայտնի նախաստորագրումը թղթի, որտեղ Փաշինյանի հետ առանձին հանդիպման ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարը ասաց, որ եթե Ալիևին խնդրի, Ալիևը ազատ կարձակի բոլոր գերիներին եւ մենք մինչեւ հիմա չգիտենք նման խնդրանք Ալիևին եղել է թե ոչ, Ալիևը մերժել է թե ոչ, այսինքն որքանով է հայաստանյան իշխանությունը հետևողական եղել Թրամփի այդ խոստումը իրագործելու կամ հետագայում
ոնց որ գործընկերային հարաբերություններում նաև որոշակի ճնշում գործադրելու, որ այդ հարցը լուծվի։ Այսինքն հայկական կողմը համաձայնվել է Ալիևի հետ խաղաղության թատերական ներկայացումը խաղալ, ցավոք այդպես է դա, երբ մենք ունենք գերիներ Բաքվում։ Այդ տրամաբանության մեջ դա չի տեղավորվում։ Մյուս կողմից ուզում եմ հիշեցնել, որ վերջերս տեղի ունեցած բավականին մեծ գագաթնաժողովի նախօրեին Հայաստանի Հանրապետության ղեկավարը հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում այդ հարցը բարձրացնել իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներում, այլ փորձելու երկկողմ ձևաչափով դա լուծել։ Ես ինքս Ադրբեջան պետությունը ճանաչելով չեմ հասկանում, թե ինչպիսի երկկողմ ձևաչափ պիտի լինի, որ այդ հարցը լուծվի կամ որը պետք է լինի Բաքվի շահագրգռվածությունը այդ հարցը լուծելու։ Եթե իրենք շարունակում են այդ ամբողջ կեղծ դատավարություններով, դրան հաջորդած իրադարձություններով ավելի նսեմացնել, փորձել ճնշում գործադրել հայ հանրության վրա, դա հնարավոր է լուծել միայն միջազգային բավարար ճնշման պարագայում, իսկ այդ ճնշման ուղղությամբ քայլերի ձեռնարկում ես չեմ տեսնում։ Արմավիրի մարզի Շահումյան գյուղում ապրող 52-ամյա Արմեն Բադալյանի ձախորդություններով եւ տառապանքներով լի պատմությունը արդեն շատերին է հայտնի։ Մարդ, ով սկզբից մինչև վերջ մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, հաղթանակած տուն է վերադարձել, բայց հետագայում դարձել է կենցաղի գերին, բարբերաբար ապրելով հոգեբանական ստրեսեր, կնոջ կորուստ, սոցիալական ծայրագույն բեռ եւ այլն։ Ասել ենք, որ Արմենը իրական հերոս է եւ այն հանգամանքը, որ նա չէր դիմել մեր խմբագրություն, ասվածի ապացույցն է։ Այդուհանդերձ, որքան էլ մարդ պինդ լինի ոգով եւ կամքով, միևնույն է լինում են հուսահատության պահեր։ Մտածում է, թե որքան անարդար է կյանքը։ Հայրենիքի համար զոհաբերում ես ամենաթանկը առողջությունդ, գալարվում ողնաշարի եւ երիկամների քրոնիկ ցավերից, սակայն փոխադարձ պատասխան չես ստանում։ Իսկ նրա միակ ցանկությունը ընդհանրապես երեխաների համար կոմունալ կենցաղային տարրական պայմաններ ստեղծելն էր։ Ուրախ եմ ասել, որ Արմենի պատմությունը լայն արձագանք է ստացել եւ բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ շտապել են օգնել այս ընտանիքին, ապացուցելով, որ մարդը երբեք մենակ չէ։ Մեր այցից հետո ընտանիքի կյանքը իսկապես փոխվել է։ Արմենը հնարավորություն ստացավ անվճար բուժվելու։ Բարերարների աջակցությամբ տունը կվերանորոգվի ու երեխաների համար կստեղծվեն արժանապատիվ պայմաններ։ Ընտանիքը արդեն նոր կահույք ունի, երեխաները հեռախոսներ։ Մեզ այդ գործակցող ընկերությունները լուծեցին նաև սննդի, գրենական պիտույքների եւ անհրաժեշտ այլ պարագաների հարցը։ Իհապես թեթևացրին նաև ընտանիքի ֆինանսական բեռը։ Մի խոսքով, հուսահատությանը փոխարինելու եկավ հավատը։ Հավատ առ բարձրյալ եւ մարդկություն։ Ներկայացնում եմ Քնարիկ Պետրոսյանի թիկունքի հաղթանակը տեսանյութը։ Ես իմ կյանքն արդեն ապրել եմ, երեխաներիս մասին եմ մտածում, որ գոնե տանիք ունենան։ Նախորդ շաբաթ այս հուսահատ խոսքերն էր ասում Արցախյան առաջին պատերազմի մասնակից 52-ամյա Արմեն Բադալյանը։ Նա հեռուստադիտողներից շատերին էր հուզել։ Արմենը մտածում էր, որ որևէ մեկը դժվար թե օգնի իրեն դուրս գալու դժվար իրավիճակից։ Պետությունից մարդկանցից հույսը կտրել էր։ Գոնե մեր երեխեքը նորմալ պայմաններ ունենան, նորմալ պայմաններում մեծանան։ Սակայն նրա պատմությունը անարձագանք չմնաց։ Բազմաթիվ մարդիկ ու կազմակերպություններ պատրաստակամություն հայտնեցին օգնել, ապացուցելով, որ անգամ ամենածանր պահին մարդը մենակ չէ եւ երբ թվում է, հույսն այլևս չկա, երբեմն հենց այդ ժամանակ է սկսվում փոփոխության ճանապարհը։ Այսօր Արմավիրի Շահումյան գյուղում այս ընտանիքի բակում բոլորովին այլ մթնոլորտ է։ Մեջքի երիկամների ցավից տառապող Արմենը շատ անգամներ էր դիմել տարբեր կառույցների իր բուժման համար, սակայն որևէ արձագանք չկար։ Այսօր ուրախալին այն է, որ նա կարող է անվճար հետազոտվել ու բուժվել Երևանում գործող բժշկական կենտրոններից մեկում, որի ներկայացուցիչները ցանկացել էին անանուն մնալ։ Իմ առողջականի հետ կապված ասեմ, որ հույսս կորցրած վիճակ էր, որտեղ ես այդ ամենը հասկանում եմ, որ գումարի հետ է կապված, բայց Պարկաստու այսօր հայտնվել են մարդիկ, բարի մարդիկ, ովքեր պատրաստ են նաև այդ հարցով ինձ աջակցելու, ես դրա համար եմ խորի շնորհակալություն եմ հայտնում։ Բացի այդ, մեր նախորդ հանդիպման ժամանակ Արմենը չէր խոսել իր ատամների վատթար վիճակի մասին։ Նրա կինը Լուսինեն նշել էր, որ վերջին շրջանում նրա սաստկացող ցավերին ավելացել են նաև ուժեղ ատամնացավերը։ Հիմա կա նաև այս խնդրի լուծումը։ Պենոր գործընկեր Իսաջանյան Դեն կլինիկայի սրտացավ տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել անվճար բուժել Արմենի ատամները։ Նախորդ անդրադարձում նշել էինք, որ բարի մարդիկ արդեն աջակցել էին ընտանիքին շինանյութի մի մասը քարեր ձեռք բերելու հարցում։ Սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով Արմենը չէր կարողանում սկսել վերանորոգման աշխատանքները։ Այս փուլում
մեր հովանավորները իրենց ներդրումն ունեցան։ Յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով, որպեսզի իրականություն դառնա Արմենի ամենամեծ երազանքը՝ իր երեխաների համար ապահով ու սեփական տանիք ունենալը։ Իմ այսօրվա երեխաների ուրախությունը իմ համար ամենաթանկն էր։ Գոհություն ենք հայտնում ձեր նվերների համար, զգացված ենք շատ։ Սա այն եզակի դեպքերից է, որ մեր նման մարդկանց կողքին կանգնում են ձեր նման բարի մարդիկ։ Առանձնապես հուզիչ էր նաև փոքրիկ Ժորայի երազանքի իրականացումը։ Մեկ կահույքի խանութ սրահը, որը շուկայում հայտնի է իր բարձրակարգ կահույքով եւ տան ինտերիերի համար լավագույն տեսականյով, տեղեկանալով նրա ցանկության մասին անմիջապես արձագանքեց, ընտանիքին տրամադրելով սենյակի համար անհրաժեշտ կահույք եւ պարագաներ, այսպիսով փոքրիկի համար ստեղծելով ջերմ ու լիարժեք միջավայր։ Պապան այն ժամանակ չէր կարող աղջակալ առնել, հիմա բարի մարդիկ բերել են, որպեսզի ես քնելու տեղ ունենամ, այն վաղտ քնելու տեղ չունեի, կարում իմ շորերը դնեմ պահարանի մեջ, դարակի մեջ գրքերս դասավորեմ, այնտեղ պայուսակներս դնեմ։ Տունը նոր շունչ ստացավ նաև Բազմոս Group ընկերության շնորհիվ։ Եվրոպական ստանդարտներին համապատասխանող մեծ ու հարմարավետ Բազմոցը դարձավ երկու աղջնակների ամենասիրելի նվերը։ Ուրախ թռչկոտում էին Բազմոցին, իսկ Բասկաթոր ուղարկել էր Արգավանդ կահույք սրահը, որտեղ արդեն հարմար տեղավորվել էր Ժորան։ Կահույքի հետ կապված ունենք իրոք սրա անհրաժեշտությունը։ Արդեն դիվան ունեն, արդեն մանկական բաներ ունեն, կառավատ, գարձիրով, մի խոսքով շատ ուրախացա երեխաները։ Նախորդ անգամ պատմել ենք, որ չնայած միջավայրի ու միջոցների սահմանափակությանը, 10-ամյա Ժորան ուսումնատենչ երեխա է։ Երազում էր հեռախոս ունենալու մասին, ցանկանում էր լավ սովորել, որ ապագայում կարողանա զբաղվել հոր բուժմամբ։ Նրա երազանքն իրականություն դարձավ, վերջապես ունեցավ իր սեփական հեռախոսը, Mobile Center խանութների ցանցի աջակցությամբ։ Հեռախոս ստացավ նաև ընտանիքի մայրը՝ Լուսինեն։ Ես այն ժամանակ չունեի հեռախոս, նորմալ չէի կարողանում QR կոդերը բացել, հիմա արդեն ունեմ, կկարողանամ բացել QR կոդերը, դասեր նորմալ սովորեմ, լավ մարդ դառնամ, որ պապային բուժեմ։ Երեխաների երջանկությունն այսքանով չսահմանափակվեց, նրանց անմոռանալի ժամանցն ու լավագույն հանգիստն ապահովեց Ակվատեկ մարզաառողջարանային համալիրը, հնարավորություն տալով գոնե մեկ օր կտրվել առօրյայից։ Արմեն ջան, Ակվատեկ ընկերությունը ծանոթացավ ձեր պատմությանը, կարևորը միասնական համախմբված ընտանիք ունենալն է, որը դուք ունեք։ Իսկ մնացյալ հարցերում ինչով հնարավոր է մենք կաջակցենք ձեզ։ Այս անգամ ուզում ենք ձեզ ձեր ընտանիքով հրավիրենք Ակվատեկ ուրախ ջրային ժամանց անցկացնելու։ Կգաս Ժորա։ Անչափ շնորհակալ ենք ձեզանից եւ գոհ ենք, որ ձեր նման մարդիկ կան այսօր մեր կողքին, մեր նման նեղ վիճակով ապրող մարդկանց համար Աստված օրհնի ձեզ։ Երեխաների ուրախությանը չափ չկար, ջուրը, խաղերը, անկեղծ ծիծաղը այդ օրը դարձրին հիշարժան ու անմոռանալի։ Տոնական մթնոլորտը էլ ավելի ջերմացավ Ռուսկի բիսկվիտ ընկերության ուղարկած համեղ անակնկալներով։ Ընտանիքին թխվածքաբլիթների ընտրանի էին ուղարկել, իսկ Տավուշ Սվիտ ընկերությունը անուշահամ փախլավայի, գաթաների բազմազան ու առատ տեսականի։ Երեխաների առօրյայում եւս փոքր, բայց շատ կարևոր փոփոխություն եղավ։ Edit Print հրատարակչությունը ընտանիքին ուղարկել էր գրքերի ընտրանի, որն անմիջապես դարձավ փոքրիկների սիրելի զբաղմունքներից մեկը։ Տանը արդեն այլ մթնոլորտ էր, թղթի թեթև շրշյուն, հետաքրքրությամբ կարդացվող էջեր ու այն պարզ ուրախությունը, երբ նոր պատմություն ես բացահայտում։ Երեխաները հերթով ընտրում էին իրենց գրքերը, քննարկում հերոսներին, փորձում հասկանալ պատմությունների իմաստը, իսկ ամենափոքրիկները պարզապես նկարազարդ էջերով էին հիանում։ Ես ամենաշատը հավանել եմ փոքրիկ իշխանը ու անպայման կկարդամ։ Մեր հովանավորների բանակին է միացել նաև Coffee Burmunk-ը, պրեմիում դասի սուրճի բրենդը, որը մասնագիտացված է բարձրորակ սուրճի արտադրության մեջ։ Բրենդը առանձնանում է իր բացառիկ խառնուրդներով եւ նուրբ մշակմամբ, ապահովելով յուրահատուկ եւ հիշվող համային փորձ։ Coffee Burmunk-ը նաև ուղարկել է իր ընտրանուց, տրամադրելով բարձրորակ սուրճերի, համեմունքների, լայն տեսականի, ինչպես նաև պնդուկի եւ կակաոյի բնական բաղադրիչ
բաղադրիչներով շոկոլադե կրեմ, որը թույլատրելի է նաև երեխաներին։ Այս ընտանիքին աջակցությունը ոչ միայն նյութական էր, այլև դրամական, որն ընտանիքին կօգնի լուծել եւս մեկ խնդիր։ Արզնի հոլդինգի ղեկավարությունն էլ ուղարկել էր կատնամթերք, ընտանիքին ցուցաբերված աջակցությունը նաև դրամական էր։ Կատնամթերք ուղարկել էր նաև Big Life ընկերությունը իր Նարինե Մածուն արտադրանքից։ Բազմազան համային տեսականոց մրգային տարբեր համերի, որոնք դիետիկ են ու պատրաստված անարատ կաթից։ Կուտակված պարտքեր, որոնք երկար ժամանակ ընտանիքին զրկել էին անդորից, այսօր արդեն այդքան ճնշող չեն թվում։ Իմանալով նրանց դժվարությունների մասին, մեր բարերարները շտապեցին աջակցել։ Ֆրանսիայում ու Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները եւս անմասն չմնացին։ Արսենն ու Արայիկը ինչպես միշտ պատրաստակամորեն ձեռք մեկնեցին տրամադրելով ֆինանսական աջակցություն։ Պարտքերի բեռը թեթևացնելու գործին միացան նաև տարբեր կազմակերպություններ՝ Երևան City սուպերմարկետների ցանցը, ցանցերի աշխարհ ընկերությունը, Էկոկոմֆորտը, Անտոշկա մանկապարտեզը եւ Arix Group ընկերությունը։ Իրենց աջակցությամբ փորձելով նպաստել, որ ընտանիքը կարողանա դուրս գալ այս ծանր փուլից եւ նորից շունչ քաշել։ Գումարների հետ կապված էլ ես շինարարությունը շարունակելու համար ինձ գումարի անհրաժեշտություն կար, շատ մեծ էր այդ անհրաժեշտությունը, ու էլի թող Աստված օրհնի այն մարդկանց, ովքեր այդ հարցում էլ մեզ աջակցեցին, գոնե այս հնարավորին չափով մեր բաղնիքը տուալետը կնորոգենք, կահավորենք, որ երեխաների համար լավ լինի։ Մենք կամաց արդեն կարողանանք ամեն ինչ անել, որ երեխաները սենյակ ունենան, զուգարան բաղնիք ունենան, մի խոսքով կամաց ոտիկը կանգնենք, լավ կլինի։ Սննդի հարցը եւս արագ լուծում ստացավ մեր վստահելի գործընկերների շնորհիվ։ Sunfood ընկերությունը ընտանիքին տրամադրեց իր արտադրանքի լայն տեսականին՝ խմորիչներ, սփրեդներ, բուսական յուղեր, ինչպես նաև նորույթներ, մայոնեզ ու կետչուպ, որոնք դարձան առօրյա սեղանի անբաժան մասը։ Միևնույն ժամանակ ընտանիքը ապահովվեց նաև երկարաժամկետ սննդային պաշարով։ Պապան ուրախացել է, մենք էլ ենք ուրախացել, որ մեզ այսպիսի լավ բաներ են տվել։ Իջևանի գինու կոնյակի գործարանը ուղարկել էր պահածոների, մուրաբաների ու կոմպոտների հարուստ ու բարձրորակ տեսականի, ապահովելով բադալյանների մի քանի ամսվա պաշարը եւ բերելով կայունության զգացում նրանց առօրյայում։ Ընտանիքի մսամթերքի պաշարի հարցն էլ մնաց լուծված։ Արաքս թռչնաֆաբրիկանն ապահովեց անհրաժեշտ տեսականին տրամադրելով սառեցված մսամթերք, հավի կոտլետներ, նրբերշիկներ ու ձողիկներ, որոնք հատկապես կարևոր են երեխաների համար։ Լուսինե ջան, այս դժվար պահին Արաքս թռչնաֆաբրիկան ցանկացավ լինել ձեր կողքին, մաղթելով ձեզ քաջառողջություն ձեզ եւ ձեր զավակների համար բերել ենք թարմ կիսաֆաբրիկատներ եւ տեղական արտադրության մսատեսականի։ Հուսամ կհավանեք։ Մենք շատ շնորհակալ ենք ձեզանից, որ մեր կողքին եք այս նեղ պահերին։ Եվ իհարկե առանձնահատուկ շնորհակալություն Լեգարա Բեռնափոխադրող ընկերությանը։ Բոլոր նվերներն ու աջակցությունը ընտանիքին անվտանգ ու ժամանակին տեղ հասցնելու համար։ Ընդհանուր կյանքը բարդ է, մտքովս չէի լացել, որ կարան լինեն մարդիկ, որ կարան ինձ կամ իմ նման մարդկանց այս տիպի օգնություն ցույց տան։ Չեմ հավատացել այդ ամեն ինչին, բայց հիմա հավատում եմ։ Պատերազմի միջով անցած մարդու համար կյանքի դժվարությունները նոր չեն, բայց երբեմն հենց կյանքն է անսպասելի փոխում իր ընթացքը, ծանր օրերը մի ակնթարթում վերածելով նոր հնարավորության։ Այս օրը եւս մեկ անգամ հիշեցրեց մի պարզ ճշմարտություն. երբ միավորվում են բարի կամքն ու սրտացավությունը, անգամ ամենածանր իրավիճակները կարող են փոխակերպվել։ Երեկվա ծանր լռությունն ու անորոշությունը այսօր տեղ են տվել հույսին, ժպիտին ու հավատին։ Այդ հավատը ինձ նոր ուժ կտա, որ ես կարողանամ բուժվեմ, իմ երեխեքի գլխին լինեմ, իրանց կարիքների համար, իրանց հոգսերի համար աշխատեմ, մի քիչ էլ տունը բարեկարգենք, որ այդ գալած հողետացողներն իմանա, որ ստեղ մարդ է ապրում։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Տեսանյութը նա Facebook-ում է հրապարակել։ Հասանելի է դարձել եւ ֆինանսապես եւ ընդհանրապես ֆիզիկապես։ Վիրահատությունը, որի կարիքն ունի, ներառված է ապահովագրական ծառայությունների մեջ։ Պարզվեց, որ իմ ապահովագրությունը ծածկում էր ընդամենը 6000 դրամ։ Սա հենց այն է, ինչի մասին ամիսներ ի վեր ոլորտի մասնագետները բարձրաձայնում էին։ Պացիենտները ոչ թե sense իրար վրայով քայլելով գային հասնեին։ Ասպարեզ եկան այնպիսի խնդիրներ, որոնց լուծման հասցեատերը առաջին պահին նույնիսկ հասկանալի չէր, թե ով է։ Փաստորեն ապահովագրությունն էլ ապահովագրության կարիք ունի։ Պաշտոնական եւ փորձագիտական ընկալումները այդպես էլ չեն մոտենում իրար։ Ոչ թե խնդիրը, այլ կարելի ասել խայտարակությունը։ Այն մոդելը, որը նախատեսում են ներդնել, վերջում դառնալու է այսպես ասած ընդլայնված պետական պատվեր։ Չարեցին շատ բան, որ պիտի անեին։
Մանկապղծության զոհերը երկու անչափահաս քույրեր են բազմազավակ անապահով ընտանիքից։ Տաքսի շոֆերը Բեմուրազը դավոն։ Քննչական կոմիտեն բարձրացած աղմուկից հետո հրապարակել է տեղեկատվություն, թե աղջիկներն իրարամերժ ցուցմունքներ են տվել։ 15 տարեկան երեխուն այն մարդու դիմաց են նստածնում, ումից ինքը սարսափում է։ Աղջիկներից մեկի հեռախոսին եկած ձայնային հաղորդագրությունները ցնցել են նրանց։ Ասել է չասես, քեզ կխեղդի։ Ամենայն հավանականությամբ գործը այսպես ասած կջրվեր կգնար։ Այդ գործառույթը պետք է իրականացնել հսկող դատախազը։ Մեղադրում են հենց երեխաներին։ Թե բա ինչու միջև այս չէր խոսում։ Երեխաներին ավելի հեշտ ձևով են կարողանում մանիպուլացնել։ Քննիչներն այս գործի քննության ընթացքում արել են բոլոր հնարավոր սխալները։ Այն ինչը հայտնաբերել ենք սարսափելի է։ Հանրային առողջությունը ազգային անվտանգության կարևորագույն տարրերից է։ Ուստի երբ տարվա սկզբից Հայաստանում ներդրվեց պարտադիր ապահովագրության համակարգը, շատերը այն համարեցին ոչ միայն բնականon, այլև ուշացած նախաձեռնություն։ Ի վերջո, յուրաքանչյուր ոք ու հատկապես տարեցները պետք է հնարավորություն ունենան պատշաճ հոգ տանելու սեփական առողջության մասին։ Ու ոչինչ, որ պետությունը պարտավորությունների մի մասը սահուն փոխանցել է մասնավորի ուսերին, կարևորը հանրային առողջությունն է։ Բայց քանի որ մեր ձևաչափը պարտադրում է խոսել տվյալ ոլորտի խութերից, կանդրադառնանք համակարգի բացերին։ Խոսենք միայն փաստերով, ավելի ստույգ կներկայացնենք մեր խմբագրություն դիմաց քաղաքացու պատմությունը։ Այն ստիպում է մտորել մի կարևոր հարցի շուրջ։ Արդյոք ապահովագրությունը փոխհատուցում է այն բուժօգնության գումարը, որի կարիքն ունի մարդը։ Մեզ դիմաց քաղաքացին նշում էր, թե մասնավոր կլինիկա այցելելուց հետո պոլիկլինիկայում իրեն առաջարկել են հետազոտվել միայն 1 ամիս անց, առանց որևէ հստակ բացատրության։ Ընդ որում, մասնավոր կլինիկայում հետազոտության համար քաղաքացին վճարել է մոտ 30,000 դրամ, սակայն ապահովագրությունը փոխհատուցել է դրա միայն 20%-ը։ Ըստ մասնագետների այս փաստը վկայում է, որ գործարկումից անգամ 5 ամիս անց համակարգում լուրջ բացթողումներ կան։ Թերևս դա է պատճառը, որ պարտադիր ապահովագրության համակարգը որպես նախընտրական PR գործիք ծառայեցրած իշխանությունները անհանգստացած հայտարարում են, թե ընտրություններից հետո էլ համակարգը գործելու է եւ որ հաջորդ տարվանից նոր խմբեր են ներառվելու։ Մինչդեռ եթե ներդրումից 5 ամիս անց դեռևս առկա են ժամկետների, առաջնահերթությունների լուրջ խնդիրներ, արդյոք չի հաստատվում մասնագետների կանխատեսումը, որ ապահովագրությունը մի օր վերածվելու է սովորական ու թերի գործող պետպատվերի։ Էդուարդ Պողոսյանն է ուսումնասիրել ապահովագրության համակարգի խութերը եւ այժմ կներկայացնի անփարունակ PR-ը տեսանյութը։ Ունենք առողջության ապահովագրության համակարգ։ Ունենք, բայց փաստորեն ապահովագրությունն էլ ապահովագրության կարիք ունի, այն ապահովագրված չէ խնդիրներից, թեկուզ եթե անգամ միայն մի քանի ամսվա պատմություն ունի։ Հունվարի 1-ից այս համակարգը մեր երկրում ներդրվեց, ասել է թե ամսական 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստացող, ինչպես նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջությունն ապահովագրվեց, եւ եթե թվում էր, թե հնարավոր բոլոր հարցերն արդեն ունեն իրենց պատասխանները, ասպարեզ եկան այնպիսի խնդիրներ, որոնց լուծման հասցեատերը առաջին պահին նույնիսկ հասկանալի չէր, թե ով է, համայնքների ենթակայությամբ գործող պոլիկլինիկական համակարգը, թե այս դեպքում էլ այնուամենայնիվ մեգա-ծրագրի նախաձեռնողը, պատասխանատուն առողջապահության նախարարությունը։ Անցնող ամիսների ընթացքում Սուրանկյան խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել այն քաղաքացիներից, որոնց առողջությունն ապահովագրել է կառավարությունը։ Դրանցից հերթականը այս տղամարդուց էր, ով սկզբում համապատասխան կայքում էր տեսել, կարդացել, համոզվել։ Վիրահատությունը, որի կարիքն ունի, ներառված է ապահովագրական ծառայությունների մեջ, այսինքն այսպես ասած համընդհանուր ապահովագրությունն այն ծածկում է։ Ես գնացի պոլիկլինիկա, որտեղ որ հաշվառված եմ, գնացի ուղեգիր կախեցին հենց այն մասնավոր կլինիկա, որը որ ես հենց նախընտրել էի Արմեդով, կախեցին ուղեգիրը, գնացի, հասա այնտեղ, պարզվեց, որ իմ ապահովագրությունը ծածկում էր ընդամենը 6,000 դրամ, բայց այդ հետազոտությունը, որը որ պետք է անցնեի, կազմում էր մոտ 26,000 դրամի կարգի, այսինքն ստացվում էր, որ ես էլ պետք է իմ գրպանից 20,000 ավելացնեմ։ Կարգն է այդպես, եթե անգամ բուժծառայությունը ներառված է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում, պարտադիր չէ, որ այն գումարը, որը քաղաքացու համար պատրաստ է պետությունը փոխհատուցել, ամբողջությամբ ծածկի դրա գինը, համավճար է, բայց այն խնդիրները, որոնց բախվել է ապահովագրված առողջությամբ մեր զրուցակիցը, այսքանով չեն սահմանափակվել։ Դիագնոզը եկավ ու ասացին, որ մի ամիս հետո նոր ես կարամ հետ գնամ պոլիկլինիկա, պատասխանը տանեմ իմ բժշկին, որից հետո նոր կպարզվի, արդյոք իմ առողջության ապահովագրական վճարը ծածկում է վիրահատությունը, թե ոչ։ Ինչու, ինչ պատճառ բերեցին։ Պատճառ չեմ բերել, ուղղակի տենց ասեմ։ Հետաքրքրվել եք, ինչ որ պատճառ նշել են։
Հարցրեցի, բան չասեցի։ Առողջապահական փորձագետն է պարզաբանում։ Գևորգ Գրիգորյանն ասում է, սա հենց այն է, ինչի մասին ամիսներ ի վեր ոլորտի մասնագետները բարձրաձայնում էին հերթերեն բուժ հաստատություններում։ Կարելի էր ավելի օպտիմալ կազմակերպել ամեն ինչը, պացիենտները ոչ թե սենց իրար վրայով քայլելով գային հասնեին բուժ կենտրոններ եւ պարտադրեին, որ ինձ ուղեգիր տուր եւ այլն, այլ ըստ դիմելիության մարդը խնդիր ունի ստանալ ուղեգիր։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը նույնիսկ դեռ չէր գործարկվել Հայաստանում, երբ առողջապահական մասնագետները պնդում էին այն ձևաչափով, որով պատրաստվում է առաջնորդվել պատասխանատու գերատեսչությունը, ինչպես նաև այն մոդելը, որը նախատեսում են ներդնել, վերջում դառնալու է այսպես ասած ընդլայնված պետական պատվեր։ Չարեցին շատ բան, որ պիտի անեին, այսինքն ճիշտ հաշվարկ չարեցին, ճիշտ չմոբիլիզացրեցին ռեսուրսները, ճիշտ չաշխատեցին բուժանձնակազմի հետ, որպեսզի նրանք պատրաստ լինեն, իսկ արեցին այն ինչ չպետք է անեին։ Բժշկական ոլորտում խնդիրները բազմազան էին իրականում, մինչև ապահովագրությունն էլ։ Իսկ ապահովագրությունից հետո արդեն ոչ թե խնդիրը, այլ կարելի ասել խայտառակություն է։ Դրա համար կարծում եմ, մինչև նման մասշտաբային ծրագիր ներդնելը կարելի էր գոնե որոշակի մակարդակով լուծում ստանային խնդիրները, նոր նման որոշումներ կայացվեր։ Գոնե խոսվեր բժիշկների հետ, խնդիրները խորությամբ հասկանային։ Իսկ ինչ է փոխվել նախկին պետպատվերի եւ այժմ գործող ապահովագրության շրջանակում հարցը նախարար Անահիտ Ավանեսյանը ուղղում է Յոլյանի անվան արյունաբանական եւ ուռուցքաբանական կենտրոնի տնօրենին։ Տեսանյութը նա Facebook-ում է հրապարակել։ Հասանելի է դարձել եւ ֆինանսապես եւ ընդհանրապես ֆիզիկապես հասանելի է դարձել ոչ միայն բուժական առումով, այլ հետազոտական առումով բավականին հետազոտություններ եւ լաբորատոր եւ գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, գնահատող հետազոտություններ մտել են ապահովագրության մեջ, որոնք նույնպես բավականին մեծ ֆինանսական բեռ էին, որը նույնպես դուրս է գալիս հիվանդի ուսերից, իսկ տեղամիջոցների առումով ուղղակի աննախադեպ է։ Եվ սա է մեր նպատակը, որ ապահովագրության շրջանակներում մենք կարողանանք այդ ամենաանհրաժեշտ եւ ֆինանսական առումով շատ մեծ բեռ հանդիսացող բուժման սխեմաները ապահովել մեր համակարգի շնորհիվ։ Պաշտոնական եւ փորձագիտական ընկալումները այդպես էլ չեն մոտենում իրար։ Պատասխանատուների եւ մասնագետների մեկնաբանությունների միջև առկա հակասությունների հեռավորությունը համակարգի ներդրումից հետո արդեն գրեթե կես տարի այդպես էլ չի կրճատվում։ Պաշտոնական կողմը խոսում է մեգածրագրի արդյունավետության մասին, մինչդեռ փորձագետները շարունակ մատնանշում են այն բացերը, որոնք տեսանելի են այս համակարգի առաջնային շահառուներին, քաղաքացիներին։ Հենց այս բևեռացված ընկալումներն են, որ հարց են առաջ բերում։ Նոր համակարգի արդյունավետությունն արդյոք չափվում է ցուցանիշներով, թվերով, թե մարդկանց իրական փորձով։ Իսկ ինչ ենք ունենալու ամիսներ անց կանխատեսումներն այս դեպքում եւս հավանաբար առավել ճիշտ է ասել հաշվարկները երկու կողմում էլ կոնկրետ են, բայց տարբեր։ Լիմիտավորում է դրվելու ամեն հիվանդանոցի վրա կոնկրետ քանակի ապահովագրական դեպքերի սպասարկում, դրանից ավել չեն փոխհատուցելու, բուժկենտրոններն սկսելու են հերթագրելու մոտավորապես օգոստոս-սեպտեմբերից այդ հերթագրումը սկսվելու է։ Օգոստոս-սեպտեմբերից ըստ փորձագետի ասել է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո նախարար Ավանեսյանը շտաբում է դաշտում հայտնված թեզին հակադարձել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը արդեն իրողություն է։ Մենք ունենք 1,700,000 շահառուներ, ովքեր օգտվում են եւ շարունակելու են օգտվել այս համակարգից եւ ավելին մենք վերջերս իրականացված փոփոխությունների արդյունքում ավելացրեցինք այն խմբերի ցանկը, ովքեր միանալու են 2027 թվականից։ Դրանք են տաքսի վարորդները, փոխկապակցված անձինք եւ իհարկե միանալու են բոլոր աշխատավարձ ստացողները արդեն անկախ շեմից։ Այստեղ ոլորտի փորձագետը անցնող 5 ամիսների ապահովագրական անցուդարձից բժիշկների աշխատավարձերի հետ կապված խնդիրն է հիշում։ Ասում է, սկզբում նախարարությունից վստահեցնում էին, թե Հիպոկրատի երթվյալների վարձատրության չափը բարձրացել է, հետո սպիտակ խալաթավորների մասշտաբային դժգոհություններին հաջորդեց համաձայնությունը, չլուծված խնդիրներ կան։ Ըստ Գևորգ Գրիգորյանի նույն ժանրից են համեմատականները։ Ուղղակի մարդիկ համակերպվելու են նրա հետ ինչ որ կա, այսինքն սա պետպատվեր համակարգի մոդիֆիկացված տարբերակն է։ Ոնց որ այն ժամանակ էր պետպատվերը տարեվերջին ավարտվում ու մարդկանց հերթագրում էին, տենց է ապահովագրականն է ավարտվելու։ Թղթերին կարելի է հազար ու մի բան գրել գեղեցիկ, երբեմն նույնիսկ շռնդալից գաղափարներ, մաթեմատիկական միանշանակ բանաձևեր, թե որքանով արդեն դրանք իրականություն կդառնան, քննությունը հենց ժամանակի տեսքով է։ Առողջության պարտադիր համընդհանուր ապահովագրության ներդրումից 5 ամիս է անցել, այն առայժմ իր տեղն ու դիրքն է փնտրում մեծ համակարգում, եւ հիմա դեռ հարցերն ավելի շատ են, քան լուծումները, որ իր հետ պետք է բերեր հեղափոխական համակարգը։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, Սուրանգյուն։ Հանրությունն անցնող շաբաթ դարձյալ ցնցվեց։
Անգամ եվրոպական առաջնորդների մասնակցությամբ Երևանյան գագաթնաժողովը թոփ թեմաներից դուրս չթողեց Վեդիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը։ Դրա ուսից արդեն տեղյակ եք, որ անչափահաս 2 քույրեր են բռնաբարվել։ Ըստ երեխաների հարազատների, քույրերը բռնաբարվել են 65-ամյա Դավիթ Այնազյանի եւ նրա ծանոթի 58-ամյա Արթուր Երեմյանի կողմից։ Վեդի բնակիչները զայրացած են, պահանջում են այդ երկուսին հասցնել քաղաքի հրապարակ, բենզին լցնել նրանց վրա ու վառել։ Սավոք սա այն դեպքն է, երբ չի կարելի պնդել, թե լինչի դատաստան տեսնելու մարդկանց ցանկությունը տեղավորվում է միայն էմոցիոնալ հարթությունում։ Նման արարքին որևէ արդարացում չկա, ու եթե փորձակնությամբ պարզվի, որ 58 եւ 65-ամյա տղամարդիկ նաեւ հոգեպես առողջ են, չեմ ուզում պատկերացնել, թե ինչի միջով են նրանք անցնելու քրեակատարողական հաստատություններում։ Բայց այս մասին չէ, որ կցանկանայի խոսել։ Ոչ պակաս կարևոր է, թե ինչու էին իրավապահները դեպքի հանրայնացումից հետո օրեր շարունակ լռում։ Ակամա հիշեցի 15 տարվա վաղեմության պատմությունը, երբ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նախկին սեփականատեր 71-ամյա Սերոբ Տեր-Պողոսյանը իրականացրած մանկապղծության դեպքերին տևական ժամանակ ընթացք չէր տրվում։ Կարծես առաջնորդվում էին այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի «եթե չխոսենք ճգնաժամի մասին, ճգնաժամ չի լինի» տրամաբանությամբ։ Ոչ, նման նուրբ եւ հանրային վտանգ ներկայացնող հարցում ջայլամային քաղաքականությամբ հնարավոր չէ հասնել արդարադատության։ Մանկապիղծը պետք է գանվի անարգանքի սյանը, արժանա հանրային խիստ պարսավանքի, խայտառակ լինի, որպեսզի յուրաքանչյուր ոք, ով կփորձի նման արար կատարել, գիտակցի դաժան հետևանքների անխուսափելիությունը։ Ու որքան էլ ասեն, թե նման դեպքերի բարձրաձայնումը հավելյալ ծանր հարված է բռնության զոհ դարձած երեխաներին, որովհետև նրանց ինքնությունը գաղտնի պահելը գրեթե անհնար է, սակայն լռությունը ավելի վտանգավոր է, եթե չենք ցանկանում, որ անառակաբարո գործողությունները շարունակական լինեն, ինչպես տարիներ առաջ Ախթալայում էր։ Ներկայացնում եմ Արմեն Աթալյանի բռնաբարված մանկությունն ու լուր մեղսակցումը տեսանյութը։ Վեդի անունը նախորդ շաբաթվա ընթացքում մեր լրահոսում ամենահաճախ հանդիպողներից էր։ Դրա պատճառն նա հասարսուլ դեպքն է։ Օրեր առաջ Բադոյան Նյուզը գրեց, որ Վեդիում տեղի է ունեցել մանկապղծություն։ Ենթադրյալ մանկապիղծներն ազատության մեջ են, չնայած որ կա հարուցված քրեական գործ եւ պատշաճ քննություն չի տարվում։ Տաքսը վարորդ էր, տանում էր երեխաներին տատիկի տուն, բերում էր։ Այնից եմ վախենում, երևի որ անկախ հենց կաղա հարցակում։ Իրանց բարեկամները։ Մանկապղծության զոհերը 2 անչափահաս քույրեր են բազմազավակ անապահով ընտանիքից։ Մեղադրյալները Վեդիի բնակիչներ են 65-ամյա Դավիթ Այնազյանը եւ 58-ամյա Արթուր Երեմյանը։ Ասելա հոպարից կասեմ, ասելա չասես, քեզ կխեղդեմ։ Քույրերի շուրջ արտարոց process-ն առաջինը ֆիքսել է նրանցից մեկի դպրոցի աշխատակազմը։ Աղջիկներից մեկի հեռախոսին եկած ձայնային հաղորդագրությունները ցնցել են նրանց եւ սեփական փոքր հետաքննությունից հետո դպրոցի ղեկավարությունը փետրվարի 12-ին դիմել է իրավապահներին։ Նրանք 2 ամիս քննել են գործը, որին կցված է եղել տարբեր ապացույցներ, բայց մատնանշված տղամարդկանցից որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել։ Քննչական կոմիտեն բացրացած աղմուկից հետո հրապարակել է տեղեկատվություն, թե աղջիկներն իրարամերժ ցուցմունքներ են տվել։ Պատկերացնում եք, հարցը առերես հարցաքննություն են անում, դեմ դիմաց նստացնում են 15 տարեկան երեխուն, այն մարդու դիմաց են նստացնում, ումից ինքը սարսափում է։ Երեք ասել մեզ այդ մասին այդ երեխեն։ Ավելին, 2 ամիս անց քույրերից մյուսին առնչվող սեռական բռնության վերաբերյալ եւս մեկ դիմում է ներկայացվում ոստիկանություն։ Այս մեկի արդյունքում եւս ոչ մի շարժ։ Տաքսի շոֆեր այդ բեմուրազը դավոն կայնելա որ երեխուն քաշկրտե մցրելա ավտոն այդ հավաքարարը ավելով ձեռը երկրորդ օրը բռնելա ծեծելա երեխուն ձեռից առելա։ Փետրվարից գործը այսօր կանչում են ասում են եկեք հարցաքննության։ Երեք նոր մի հատ առերեսում են անում ապրիլի վարույթով։ Այդպես լինում է։ Չի լինում այդպես։ Մենք բոլորը ես 26 տարվա փաստարման եմ 27 տարվա, ուրեմն մենք մեր վարույթներում այնքան ենք տեսել քրեական գործեր, սենց գործերը բնականաբար հաճախակի չի լինում։ Չեն ուզեցել անեն։ Տարատեսակ արևմտյան մասնագետների կողմից թրեյնինգներ անցած քննիչներն այս գործի քննության ընթացքում արել են բոլոր հնարավոր սխալները, որոնք կարելի էր անել նման գործ քննելիս։ Իսկ ոստիկանության օպերատիվ բլոկի ոչ պակաս բարեփոխված աշխատակիցները ըստ էության չեն արել իրենց գործը։ Այն է, հավելյալ փաստերի հավաքագրումը եւ հնարավոր մեղադրյալներին տեսադաշտում պահելը։ Պատկերացրեք, որ երեխայի հայրը դրսում կանգնած է եղել, երեխայի հորը թույլ չեն տվել, որպեսզի մասնակցի որպես օրինական ներկայացուցիչ։ Քննիչները երկուսն էլ տղամարդ են։ Դատական բժիշկը տղամարդ է։ Երբ որ ես հարցնում եմ աղջիկ ջան,
Ինչի համար դատական բժշկի մոտ թույլ չես տվել, որ քեզ զննեն, ասում եմ ես վախեցա։ Կան կասկածներ, որ քննիչները միտումնավոր են այս գործը քննեցրել, այն կոծկելու համար։ Մի քանի օր տևած աղմուկից հետո ի վերջո հրաժարական ներկայացրին ներքին գործերի նախարարության եւ քննչական կոմիտեի մազային բարձրաստիճան պաշտոնյաներ։ Երեխաները հետազոտվել են, դրա մասին զուտ ելնելով երեխաների շահերից չեմ ուզում խոսել, բայց այն ինչը հայտնաբերել ենք սարսափելի է։ Սահմարկեցուցիչ փաստեր ունենք այս պահին մեր ձեռքի տակ, որը ոչ թե մենք պետք է հավաքագրենք, այլ իրենք պետք է արդեն իսկ դրանք ունենան։ Այստեղ իհարկե հարց է առաջ գալիս, իսկ ինչ կլիներ, եթե աղմուկ չբարձրանար։ Ամենայն հավանականությամբ գործը այսպես ասած կջրվեր կգնար, եւ որ ամենահասար սուրն է, անչափահասների նկատմամբ սեռական բռնությունները կշարունակվեին։ Ոչ միայն այս դեպքը, այլև եթե կհիշեք, որոշ ժամանակ առաջ համանման իրավիճակ Գեղարքունիքի մարզում էլ ունենք եւ բազմաթիվ իրավիճակներ են ունեցել ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև Արարատի մարզում։ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել ոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ Երևան քաղաքում եւ Շիրակի մարզում։ Պարտադիր չի, որպեսզի գլխավոր դատախազը ազգային ժողովի ամբիոնից հայտնի, որ լինելու են խիստ խափանման միջոցներ, որպեսզի այդ օրվա երեկոյան մենք ունենանք համապատասխան մեղադրյալ, հանրային մեղադրանք, ունենանք կալանավորման միջնորդություն եւ մնացած գործողությունները։ Այդ գործառույթը պետք է իրականացնել հսկող դատախազը եւ նման նախաձեռնություն կարող է իրականացնել նաեւ քննիչը։ Դավիթ Այնազյանին ու Արթուր Երեմյանին մեղադրանք է առաջադրվել եւ նրանք կալանավորվել են։ Խնդիրն այն է, որ իրավապահների գործառույթը միայն տեղի ունեցած հանցագործությանն արձագանքելը չէ, այս դեպքում հանրային մեծ ճնշումից հետո միայն։ Իրավապահների գործառույթն առաջին հերթին հանցագործությունների, ասենք մանկապղծության եւ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների կանխումն է։ Այդ հարցում իր պատասխանատվության բաժինն ունի նաեւ սոցիալական ծառայության տարածքային կառույցը։ Սոցիալական ծառայությունների աշխատողները պետք է լինեն ավելի պրոակտիվ եւ ոչ թե զուտ իրականացնեն իրենց հայտնի դարձած տեղեկությունների գնահատում։ Նրանք պետք է փորձեն մտնել տուն, հետաքրքրվեն այդ ընտանիքի առանձնահատկություններով, երբեմն նաև երեխայի հետ ունենան առանձնազրույց, որպեսզի պարզեն այդ երեխայի իրական կարիքները։ Նման դեպքերում հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ հոգեբանական ծանր ապրումների մեջ են գտնվում անչափահաս աղջիկները։ Այնինչ հենց սոցիալական ծառայության աշխատակիցները փետրվարին ոստիկանություն մուտք եղած հաղորդումից հետո տեղն ու տեղը պետք է օգնության հասնեին ընտանիքին։ Այստեղ մի խնդիր էլ կա՝ երեխաների հետագա վիկտիմիզացիան։ Երբ տեղի ունեցածի համար մեղադրում են հենց երեխաներին, թե բա ինչու միջև այս չէր խոսում, ինչու ուրիշներին չէր պատմում, ինչու չի պայքարել, ուրեմն մի բան կա։ Նույնիսկ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում անչափահասներին թիրախավորող ինտիմ մանրամասներ կան։ Բռնարարները երեխաներին ավելի հեշտ ձևով են կարողանում մանիպուլացնել, վախեցնել, որ դեպքի մասին չասի, կամ այնպիսի ներկայացնել, որ ոնց որ դու ես մեղավոր, որ այսպիսի եղավ։ Շատ դեպքերում խաղարկում են այդ սցենարը, դու ուզեցիր, դու չէ, ոչ մի մարդ չի ուզում, որ իրան ենթարկեն բռնության, առավել եւս սեռական բռնության։ Ամենամեծ խնդիրն այն է, որ չգիտես թե հաջորդ անգամ էլ որ համայնքում կարող է իրավապահ համակարգն անադեկվատ արձագանքել նման ահազանգին։ Գուցե նաեւ չլինի ահազանգ, քանի որ անչափահասները նման դեպքերում հաճախ ամեն ինչ գաղտնի են պահում մեծերից։ Շատ դեպքերում սկսում են երեխաներին չվստահել, մեղադրել, որ ստում է, նման բան չկա, չի կարող, ասենք, չգիտեմ, այսինչ մարդը իրանց հարևան, ով որ շատ բարի է, կամ չգիտեմ ինչ որ ընտանիքի անդամ, որը շատ լավն է եւ այլն, նման բան անի։ Այդուհանդերձ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել որոշ նշանների, որոնք սեռական բռնության ենթարկված լինելու պարագայում ցույց են տալիս անչափահասները։ Օրինակ, երեխա կա, որ սեռական հանցագործությունից հետո ինքը փոխում է անգամ իր հիգիենայի պայմանները։ Ինքը սկսում է չլողանալ, որպեսզի լինել անփույթ, որպեսզի լինի, չգիտեմ, ոչ հրապուր եւ հակառակը երեխա կա, որ ինքը ամեն օր օրը մի քանի անգամ գնում է ցնցուղ ընդունելու, որպեսզի չակերտավոր մաքրի այդ կեղտը։ Սա շատ հետաքրքիր ամերիկյան պետական ռեսուրս է, որտեղ կա տեղեկատվություն բոլոր այն անձանց մասին, ովքեր ԱՄՆ-ում դատարանի վճռվով ճանաչվել են մեղավոր սեռական բնույթի հանցագործությունների համար։ Պարզապես գրել եմ ԱՄՆ-ում ամենատարածված անուն ազգանունը Ջոն Սմիթ եւ բերել է բոլոր Ջոն Սմիթերին, որտեղ նշվում է նրանց հանցագործության տեսակը, ժամանակահատվածը, այլ ինֆորմացիա եւ այլն։ Կա կարծիք, որ սա
կարող է լինել զսպող միջոց բոլոր այն մարդկանց համար, ովքեր նման հանցագործություններ կատարելու մտադրություններ ունեն։ Արմեն Աթալյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Մտածեցի չկա չարիք առանց բարիք, գոնե լավ է, որ ժավելը այս ճանապարհը կմաքրի։ Վերջին սպիտակ մեքենայի Հոնդայի վարդը պետք է այլևս եկեղեցուց դուրս չգա։ Ախր դժվար է հասկանալ, որ շինանյութի մեջ հրդեհավտանգ ապրանքներ կան, ու բավարար է մի կայծ խնդրեմ։ Արդեն լավ եք, չէ՞։ Այո։ Աստվածին, իրոք թշնամուն չես ցանկանա։ Նշելիս է եղել իր Ու քանի որ գլխիվար շրջված ամենագնացի արխիվի հատվածը լավ վնասված էր, գործ ունենք ճակատային բախման հետ։ Պարեկը ավտոմեքենան իպա է հանձնել նրա համար ժամանած ազգականին, ով պարտավորվել է ավտոմեքենան ինքը վարել, բայց ժամեր անց Սարիբեկը վթարյա ենթարկվում ու մահանում։ Անցած թողարկմանը ներկայացնելով Միասնիկյան պողոտայում Մերսեդեսի վարորդ 19-ամյա Վարդան Մարկոսյանի հրահրած վթարի պատմությունը, որը ի դեպ տեսանկարահանվել էր հենց նույն բլոգեր ներկայացող երիտասարդի կողմից, նշել ենք, որ նմաններին պետք է մեկուսացնել հասարակությունից եւ որ միայն այդ կերպ հնարավոր կլինի խուսափել նոր զոհերից։ Այն ինչ տեղի ունեցավ հաղորդումից ընդամենը 1 օր անց ապացուցում է մեր ասացի ճշմարտացիությունը։ Նույն երիտասարդը տեսահոլովակ է հրապարակում, որում երևում է, թե ինչպես է ծիծաղով ու հրճվանքով հետևում Շամշյանի տեսանյութին, ծանակելով կատարվածը։ Այսինքն նա ոչ միայն չի հասկացել իր արարքի լրջությունը, այլ շարունակում է նույն վարքագիծը։ Դա արդեն պարզապես սխալ չէ, այլ գիտակցված անպատասխանատվություն։ Բայց սարսափելին միայն դա չէ։ Բավական չէ, որ սույն երիտասարդը զրկված է եղել վարորդական իրավունքի վկայականից, որ պարբերաբար վթարային իրավիճակներ է ստեղծել, դրանից հետո էլ ծաղրել հանրությանը, համացանցում գոտեպնդող ու աջակցող մեկնաբանություններ է ստանում։ Նրան սատարողներին հարց եմ ուզում տալ. իսկ ինչ կլինի, երբ ձեր բարեկամին մեքենայի տակ գցի, կամ ինչ կասեք, երբ ավտոբուսի մեջ նստած լինեք եւ նա մեծ արագությամբ մխրճվի այդ ավտոբուսի մեջ։ Իսկ տեղյակ եք, որ նորմալ երկրներում նման խախտումներ թույլ տվողները անգամ հեծանիվ քշելու իրավունք չեն ունենում։ Վայ երիտասարդի կողմից նշածս հոլովակի հրապարակումը ամենայն հավանականությամբ լցրեց նաև վիրահապանների համբերության բաժակը։ Թեև ըստիս, եթե թույլ տված ու նկարահանած վտանգավոր խախտումների համար նրան ավելի վաղ ձերբակալեին, Միասնիկյան պողոտայի վթարը տեղի չէր ունենա։ Չգիտեմ, այն ինչին էի սպասում։ Ու հարցը, թե դեռ որքան պետք է հանդուրժեն նման այլանդակությունները, ավելորդ չէ։ Հիշում եմ, երբ ներկայ իշխանությունները ժամանակին ընդդիմադիր էին, խոստանում էին, թե փողատերերի, պաշտոնյաների զավակները այլևս իրենց լպիրս չեն պահի։ Իրավի, ասելը մի բան է, անելը մեկ այլ։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը դժբախտ պատառներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի օրենքի ծաղրը տեսանյութում։ Ժողովուրդ ջան, կենացները քաղցրանում են։ Հիշում եք, երբ անցած տեսանյութում ներկայացրինք այն մանրապճեղ բլոգերի արկասերը, որը զրկված լինելով վարորդական իրավունքի վկայականից Միասնիկյան պողոտայում մեքենաների սպանդ էր կազմակերպել, ու մինչև իր հերոսություններն ենք ներկայացնում, պնդելով, որ նմանների տեղը ճաղերի հետևում է եւ որ միայն այդ դեպքում է հնարավոր խուսափել նոր զոհերից, ինքը հոլովակը հրապարակում, որտեղ երևում է, թե ինչպես է քմծի ծաղով լսում մեր այդ խոսքերը։ Իհարկե, լավ է, որ վերջապես անցակ գործի պարոնայք իրավապաներ, բայց ուզում եմ ասել, որ մենք խիստ հետևողական ենք լինելու դրա զարգացումների հարցում, ու եթե հանկարծ անօրինական ինչ-որ բան նկատեցինք, անպայման բարձրաձայնելու ենք։ Նայեք, Նիսան ուզում է հետներս քշի։ Ինչ անենք, նվաստացնենք, ինչ անենք, մտքրենք։ Ինչ անենք։
Դե բնական է, եթե քո ավտոմեքենա վարելու իրավունքը կասեցված է, հետևաբար դու ավտոմեքենա վարելու իրավունք չես ունեցել ու դառնում ես մեքենաների ջարդի հեղինակ ու դրանից հետո հանգիստ քո հավեսին ազատությունն էիր վայելում, սենց կծիծաղեիր ջահել ջան, բայց պապատ քեզ չի ասել, որ ծիծաղում ա նա, ով վերջինն ա ծիծաղում, համբերի, հեսա տես ոնց ա փոքրիկ ուղեղդ սթրեսի ենթարկվելու։ Լավ, եթե ամեն մեկի վրա այսքան ժամանակ ծախսենք, ուր կհասնի։ Տեղափոխվենք Երևան, Սևան, Իջևան ավտոճանապարհի չարաբաստիկ այն հատվածը, իսկ ավելի կոնկրետ Հրազդանի տարածք, որտեղ ինչպես տեսնում եք, Ford Transit-ը ոչ տարել, ոչ բերել ա, մխրշվել ա զիլի հետնամաս։ Հիշում եմ, երբ ժամանակին ամեն առավոտ զարթնում էի ժավելի սպիրտ բացականչությունից։ Հեյ գիտի, Երանի ժամանակներ են։ Հենց այդ ժամանակները հիշեցի եւ տեսա, որ վթարի հետևանքով Ֆորդում տասնյակ լիտրերով բարձված ժավելի սպիրտը թափվել է։ Մտածեցի, չկա չարիք առանց բարիք։ Գոնե լավ է, որ ժավելը այս ճանապարհը կմաքրի։ Լավ, կատակը դեն։ Ինչպես գիտեք, նման դեպքերում հիմնական մեղավորը համարվում հետևից հարվածած մեքենան, այսինքն Ford Transit-ի վարորդը, որին ինչպես ասացին դեպքի վայրում, առաջինը օգնության են ասել քաղաքացիները, Հրազդանի փրկարարներն ու շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը, նրան տեղափոխելով Հրազդան բժշկական կենտրոն։ Հնը փայկը չի, չէ՞։ Հրազդանն է։ Այնտեղը ձորնանք է։ Ընդ որում, վարորդին մեքենայից դուրս բերելու համար փրկարարներին պահանջվել է հատուկ տեխնիկա եւ մոտ 40 րոպե տանջվելուց հետո են կարողացել գործը հաջողությամբ ավարտել։ Բայց դե հարցը, թե ինչպես է վարորդը հաջողացրել մխրշվել ձիլի մեջ, հանգիստ չի տալիս։ Հուսամ, ապաքինվելուց հետո կպատմի եղելությունը, իսկ ամենակարևորը դասեր կքաղի։ Այս դեպքում էլ ոչ թե ժավելի սպիրտը, այլ սայլարկա, բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։ Հարավ-արևմտյան թաղամասից դեպի նոր հյուսիս-հարավ կառուցված ճանապարհին Դեֆանս թաղամասի մոտ ենք, ուր չկա գետ մեկ շաբաթ, որ վթար չլինի։ Այո, երբ նորմալ ճանապարհ չի լինում, վարորդները բողոքում են։ Երբ կարգին ճանապարհ է լինում, կլխկոնձի են տալիս։ Դե ու հասկացի սրանց տրամաբանությունը։ Հիմա կհարցնեք, թե ինչպես է ստացվել, որ այս Հովո անունով բեռնատարը բախվել է երկաթե պաշտպանիչ ճաղավանդակին եւ հայտնվել կամրջի հարևանությամբ ճանապարհի երթևեկելի գոտում։ Երկար բարակ չեմ պատմի։ Հենա ինքներդ նայեք ու եզրակացություն կազմեք։ Տեսակ, թե ինչ կատարվեց ժողովուրդ ջան։ Հիմա նորից ենք տալիս կադրերը, որտեղից պարզ երևում է, որ խցանման մեջ կանգնած վերջին սպիտակ մեքենայի Հոնդայի վարորդը պետք է այլևս եկեղեցուց դուրս չգա ու Աստծո ողորմածության համար անընդհատ մոմ վառի։ Պատկերացնում եք, թե ինչ կլիներ, եթե այս զռլաման ընկներ այդ Հոնդայի վրա, թեև նենց չի, որ վթարի հետևանքով Հոնդան չէր տուժել, ու ոչ միայն Հոնդան, նման բեռնատարների սենց կլխկոնձի տալը անհետևանք չի մնում, ոչ միայն Հոնդան էր տուժել, այլև Հյունդայը, Toyota Camry-ն եւ Kia-ն։ Այս չեմ զարմանա, եթե տեղեկանամ, որ խոչընդոտ ստեղծող մեքենա է եղել կամ էլ բեռնատարը ունեցել է տեխնիկական անսարքություններ։ Հա, քիչ էր մնում մոռանալ, եթե նախորդ վթարի դեպքում ճանապարհը մաքրվեց, քանի որ Ֆորդից ժավելի սպիրտի արտահոսք էր սկսել, այս դեպքում կեղտոտվեց, քանի որ բեռնատարը բարձված էր սայլարկայով ու վթարի պատճառով սկսվել էր արտահոսք։ Ինչ գեղեցիկ կադր է, ես կասեի խորհրդանշական։ Փրկարարը սիրում է Անտունշանը, նույնիսկ հուզվեցի արդեն։ Բայց լավ, փրկարարի էմոցիաները թողնենք մի կողմ, անդրադառնանք նրանց գործին։ Իսկ այս դեպքում նրանց գործը մայրաքաղաքի Շիրակի փողոցում գտնվող շինանյութի եւ այլ ապրանքների պայստային հատվածում ծագած ուժեղ հրդեհն էր։ Ընդ որում, հրդեհի լեզուները այնքան երկար էին, որ պահանջվել էր մարտական 8 հաշվարկ։ Մի քանի մարտական հաշվարկներ են, ժամանե ու դեռ շարունակում են ժամանեն։ Արի, հələ մի վարքան։ Նայք կրակները լկա է։
Ավելորդ է ասել, որ մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տեղի աշխատակիցները, բայց լավ կլիներ հետևանքների փոխարեն մտածեին պատճառների մասին, այսինքն պահպանեին հրդեհային անվտանգության կանոնները։ Ախր դժվար է հասկանալ, որ շինանյութի մեջ հրդեհավտանգ ապրանքներ կան, ու բավարար է մի կայծ խնդրեմ։ Չէ, ամենևին էլ նպատակ չունեմ կատարվածի կոնկրետ վարկած հնչեցնեմ, բայց մեծ է հավանականությունը, որ տենց մի բան է եղել։ Տևական ժամանակ պայքարելուց հետո հրշեջները ի վերջո կարողացան կանխել կրակի տարածումը, որը տեսանելի էր մի քանի 100 մետրից, իսկ ծուխը 1 կիլոմետրից։ Տեղում Երևանի 103 շտաբօգնության բժիշկների հերթապահ մի քանի հոգու ցուցաբերեց օգնություն, որոնց ինքնազգացողությունը ծխից վատացել էր։ Ասում եմ սաղեջ, բայց լավ է, որ տարածքը գազաֆիկացված չէր, թե չէ հետևանքները կարող էին ավելի սարսափելի լինեին։ Քանի հոգու օգնություն եք ցուցաբերել, արդեն լավ եք, չէ՞։ Այո։ Մտելերեն ամենավտանգավոր տեղը է։ Միտեղ բժիշկները տեղում օգնություն ցուցաբերեցին, միտեղ հիվանդանոց հասցրին։ Մի խոսքով կարողացան տուժածներին փրկել, բայց ներկայացվող մնացած դեպքերում բժշկական օգնություն կամ ընդհանրապես չպանջվեց, կամ էլ ուշացան։ Ողբերգական պատահարների շարքը սկսում ենք Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքով։ Ժամը 19-ի սահմաններում պարեկները ահազանգ են ստանում, թե Հոնդա Մակնիշի մեքենան Թեղուտ Հաղարծին գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 60-ից 70 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին։ Վայ մամա ջան, երեխեքի հագուստներն է։ Ահազանգողը նաև նշել էր, թե մեքենայում կին ու երեխաներ են եւ որ չի բացառվում, որ ընտանիքի անդամներ են։ Մինչև դեպքի վայր հասնելը աղոթում էի, որ այդպես չլինի։ Ցավոք, այս դեպքում բարձրյալը բարեհաճ չգտնվեց։ Պարզեցի, որ Դիլիջանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել, սակայն նրանցից երկուսի վիճակը եղել է ծայրահեղ ծանր։ Պարզեցի նաև Դիլիջան բժշկական կենտրոն տեղափոխված անձանց ինքնությունները։ 38-ամյա Ալմարա, 12-ամյա Նարեկ, 3-ամյա Սերգո եւ 14-ամյա Նարե։ Հարցրեցի, թե հատկապես ում վիճակն էր ծանր։ Ասացին, որ Ալմարայի եւ Նարեի։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ցավոք երեխաներից մեկը 14 տարեկան, ով ի դեպ 3 նշելիս է եղել իր ծննդյան 14 տարին, ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։ Աստվածիմ, իրոք թշնամուն չես ցանկանա։ 3 նշելիս է եղել ծննդյան օրը, այսօր մահացել է։ Ինչ վերաբերում է Ալմարային, ենթադրաբար Նարեի մորը ասացին, որ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Սա փաստորեն Հաղարծինում բնակվող մի ընտանիքի տխուր պատմությունն է։ Կհարցնեք, իսկ ի՞նչն է եղել ինքնավթարի պատճառը։ Անկեղծ չեմ կարող ասել, ժողովուրդ ջան, ու ոչ թե միայն այն պատճառով, որ մարդ է մահացել ու պետք չէ ավելորդ չստուգված հայտարարություններ անել, այլ որ իսկապես չգիտեմ։ Սա էլ օրը ցերեկով Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական պատահարն է։ Դե գիտեք, սովորաբար երբ ահազանգ եմ ստանում, սկսում եմ մի շարք հարցեր տալ, որպեսզի մոտավոր պատկերացում կազմեմ կատարվածի մասշտաբների եւ վտանգավորության բնույթի մասին։ Չափանիշներս չեմ հրապարակում, որպեսզի թաթալաբազները դրանք չսերտեն ու ինձ չխաբեն։ Սակայն երբ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Արարատ բնակավայրի վարչական տարածքից ահազանգողը նշեց, թե Շամշան վթարի հետևանքով մեքենաներից մեկը գլխի վրա շրջվել է ու կարծես թե զոկա, վարկյան անգամ չտատանվեցի։ Միզո 2 վիրավոր։ Միզո 2 վիրավոր։ Հա, զինվորական է։ Ոնց է վիճակները, ասում մեկը ծանր է։ Վայ մամա ջան։ Այո, Օպելի եւ ջիպի բախման հետևանքով վերջինը գլխի վրա շրջվել էր, բայց նենց չի, որ Օպելը լավ էր պրծել,
Ոչ, նրան էլ կարելի է ասել արջևի հատվածն էր բացակայում։ Ու քանի որ գլխիվար շրջված ամենագնացի արջևի հատվածը լավ վնասված էր, հավաքվածները տեսակետ էին հայտնում, թե էլի գործ ունեն ճակատային բախման հետ, չեմ պնդի, բայց մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, օրինակ, որ ճանապարհը բավականին նեղ էր, այդ վարկածը ապրելու իրավունք ունի։ Հիմա այն մասին, թե ինչ հետևանքներ է ունեցել վթարը մարդկանց համար։ Ինչպես տեսնում եք, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է։ Ինչպես հետո պետք է պարզեի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Տարոնն էր։ Երկու հոգու էլ շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխել էին Արարատ բժշկական կենտրոն։ Ասացին, որ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Հուսանք, որ կապրի։ Հա, մի հանգամանք եւս։ Ըստ դեպքի վարում հավաքվածների վարորդներից մեկը ժամկետային զինծառայող է։ Այն մարդ կլինի մի վթար, որտեղ չի շրջանառվի զինծառայողի անուն։ Ախր ինչքան կարելի է։ Հեսա բախումը ստեղ եղե։ Արայնը հարազատն եկավ։ Արս հարազատն եկավ։ Եվ վերջում կրկին վերադառնանք Երևան-Սևան Չարաբաստիկ ճանապարհ։ Նույնիսկ սարսափում եմ պատկերացնել, թե ինչ է այդ ճանապարհին կատարվելու ամառային սեզոնին։ Հələ հեռու ենք այդ եղանակներից, բայց արդեն ամեն շաբաթ ողբերգություն է արձանագրվում։ Հերթականը գրանցվեց առավոտ կանուխ, ժամը 7-ի սահմաններում։ 45-ամյա Սարիբեկը ոչ տանում ոչ բերում է, Չայնիի ոլորաններում դուրս է գալիս երթևեկելի գոտուց, մխրճվում բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ եւ մոտ 80 մետր առաջ ընթանում։ Պորշա, չէ, Պորշա։ Հեսա կոշիկի հելաս խեղճի։ Այնան մահացել է։ Նման վթար վաղուց չէի տեսել։ Ինչպիսի արագություն պետք է բացած լինի, որ արգելապատնեշների մեջ մխրճվելուց հետո այդքան առաջ գնա։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ գազաբալոնն ու անվայծաններից մեկը կոտրվել ու շպրտվել են։ Նույնիսկ կույրը կնկատեր, որ վարորդի ողջ մնալու հավանականությունը եղել է զրոյական։ Իսկ երբ պատկերացնում եմ նրա ապրած վերջին վայրկյանները, ուղղակի սարսափում եմ։ Նրա մարմինը հայտնաբերվել էր մեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա, բայց այս վթարի ամենաուշագրավ լուրը դեռ հետո պետք է ստանայի։ Պարզվում է, որ վարորդը զրկված է եղել մեքենա վարելու իրավունքից, իսկ վթարից ժամեր առաջ հերթական անգամ Բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի Պարեկի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, իսկ հետո օրենքի շրջանակում Պարեկը ավտոմեքենան իպա է հանձնել նրա համար ժամանած ազգականին, ով պարտավորվել է ավտոմեքենան ինքը վարել, բայց ժամեր անց Սարիբեկը վթարի է ենթարկվում ու մահանում, այնպես որ վթարի մեջ իր մեղավորությունը ունի նաև այն ազգականը, ում ավտոմեքենան հանձնվել էր։ Մեկնաբանությունները կարծում եմ ավելորդ են։ Կասի բալոնը։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք մայիսի 17-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։